Մանուկյանցը, խնդրեմ։ Հայրենասերներին և համարձակներին, եկել է ձեր ժամանակը։ Վերջին տարիների զարգացումները մեզ կանգնեցրել են լուրջ մտահոգության առաջ։ Հասարակությունում աստիճանաբար ձևավորվում է մի իրականություն, որտեղ հայրենասեր մարդիկ մեկուսացվում են, համարձակ մարդիկ լռեցվում են։ Սա վտանգավոր ուղի է, որովհետև առանց ազատ խոսքի, առանց ճշմարտության և առանց պատասխանատու քաղաքացիների պետություն լինել չի կարող։ Այս ամենի արդյունքում ինչ ստացանք։ Ստացանք պետական համակարգ, որտեղ լավագույնները հեռանում են և մնում են հնազանդները։ Համակարգ, որտեղ արժևորում են ոչ թե տաղանդը, այլ ստորաքարշ հավատարմությունը։ Համակարգ, որտեղ առաջխաղացումը կախված է ոչ թե քո ունակությունից, այլ քո հաջողանալու կարողությունից։ Այս աբսուրդը պետք է վերջանա։ Գալիս է նոր ժամանակ, ժամանակ, որտեղ իսկական հայրենասերը ոչ թե մի մարդու ետևից է գնում, այլ գաղափարի, և այդ գաղափարն է ուժեղ Հայաստան։ Մենք պարտք ենք այն բոլոր մարդկանց նկատմամբ, ովքեր համարձակվեցին խոսել և տուժեցին դրա համար։ Մենք պարտք ենք այն սպաների նկատմամբ, ովքեր պատերազմում պաշտպանեցին մեր սահմանները, իսկ հետո անարդարացի մեղադրվեցին։ Մենք պարտք ենք այն լրագրողների նկատմամբ, ովքեր փորձեցին պատմել ճշմարտությունը և դրա համար կորցրին իրենց աշխատանքը։ Պարտք ենք այն ուսուցիչների, բժիշկների, գիտնականների նկատմամբ, ովքեր չխաբվեցին բարձր պաշտոններով և մնացին հավատարիմ իրենց սկզբունքներին։ Հայաստանը հզոր, ներուժով երկիր է, որը դիտավորյալ թուլացվել է նենգ կառավարիչների պատճառով, և Հայաստանը ուժեղ կլինի այն ժամանակ, երբ հայրենասեր մարդը ազատության մեջ կլինի, ոչ թե կհալածվի։ Մենք պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որտեղ համարձակությունը պարգևատրվում է, ոչ թե պատժվում։ Ուրքեր չեն վախեցնում քո կարծիքի համար, այլ հարգում են։ Այնպիսի Հայաստան, որտեղ հայրենասիրությունը չափվում է գործով, ոչ թե քարոզչական կարգախոսներով։ Հայաստան, որտեղ ճշմարտությունը խրախուսվում է, ոչ թե խեղաթյուրվում, ուր կարող ես ասել այն, ինչ տեսնում ես առանց վախենալու և հետևանքների։ Դիմում եմ ձեզ, համարձակ մարդիկ, ձեզ, ովքեր վերջին տարիներին լռեցիք, ոչ թե որովհետև ոչինչ չունեիք ասելու, այլ որովհետև հոգնեցիք պայքարելուց։ Ձեզ, ովքեր հեռացաք պետական ծառայությունից, ոչ թե չկարողացաք աշխատել, այլ ուղղակի չկարողացաք աշխատել այսպիսի վատ պայմաններում։ Ձեզ, ովքեր դադարեցիք բարձրաձայնել ոչ թե որովհետև խաբվեցիք, այլ հասկացաք, որ ձեր ձայնն էլ չի լսվում։ Դիմում եմ համարձակ և ուժեղ երիտասարդներին։ Դուք չեք կոչված հարմարվելու այս իրականությանը, դուք կոչված եք պատկերացնելու ու կառուցելու այն Հայաստանը, որը արժանի է վաղվան։ Դուք գիտեք ինչ է նշանակում ժամանակակից պետություն, որովհետև ձեր սրտում և ձեր մտքում տեսել ու ապրել եք։ Բայց ասեմ մի պարզ բան, մի սպասեք թույլտվությամբ, մի սպասեք, որ ինչ-որ մեկը հրավիրի, մի սպասեք, որ ձեզ տեղ տա, ձեզ հնարավորություն ընձեռի։ Այս երկիրը կփոխվի ձեր գաղափարներով, ձեր էներգիայով ու ձեր համարձակ քայլերով։ Եվ ո՞րն է տարբերությունը մեր և այսօրվա իշխանության միջև։ Նրանք վախենում են ձեզնից, վախենում են ձեր խոսքից, ձեր փորձառությունից, ձեր համարձակությունից, ձեր ուժից։ Նրանք ուզում են ձեզ տեսնել թույլ վիճակում։ Մենք ոչ միայն չենք վախենում ձեզնից, մենք հավատում ենք ձեզ։ Եկեք փոխենք միասին մեր ձևով։ Եթե Հայաստանը քեզ համար հավատ է, ոչ թե բառ, եթե պատրաստ ես գործել, ոչ թե սպասել, քո տեղն էստեղ է, ոչ որպես ենթակա, այլ որպես գործընկեր, ոչ որպես կատարող, այլ որպես ստեղծարար։ Հայրենասերներ և համարձակներ, եկել է ձեր ժամանակը, քանի որ փոքրիկ խմբակը արդեն անցյալ է։ Մեզ հետ Հայաստանին սպասում է ոչ թե հնազանդություն, այլ ուժ ու զարգացում։
Հաղթանակը միայն վերջնակետ չի լինելու պայքարի ճանապարհին, այն հիշեցնելու է, որ միասնական կամքը կարող է վերափոխել պատմությունը։ Եկեք միասին մեր ձևով կառուցենք ուժեղ Հայաստան, որին մենք բոլորս արժանի ենք։ Հայաստանը ուժեղ է միայն Սամվել Կարապետյանի հետ։ Հաղթանակը մեր միասնական ուժի ամենախոսուն ապացույցն է լինելու, հիշեք։ Շիրազ ջան, շնորհակալություն։